Հունվարի 13-ին հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը։ Էջմիածնի Մայր տաճարում տոնի առիթով Սուրբ եւ անմահ պատարագ մատուցվեց։ Հրեական օրենքի համաձայն ծննդյան 8-րդ օրը մանուկ Հիսուսին տանում են տաճար եւ անվանակոչում։ Հիսուսը հրեական Հեսու անվան հունարեն տարբերակն է, որ նշանակում է Տերը փրկում է, իսկ Քրիստոս հունարենից թարգմանաբար նշանակում է օծյալ։ Ասիկա ավանդական տոն մնե ոչ միայն հայ եկեղեցու մեջ, այլ նաև բոլոր արևելյան օրթոդոքս եկեղեցիները նույնպես կդոնախմբեն ծննդյան 8-րդ օրը։ Ասիկա հնագույն ավանդություն մնե եկած Երուսաղեմեն։ Կարևորությունը մեզ համար դա է, որ ամեն անգամ որ Հիսուս անունը հիշենք մեր փերնեն ելե կամ աղոթներուն մեջ է, շարականներուն մեջ են լսենք, պիտի միշտ հիշենք եւ անդրադառնանք, որ այս փոքրիկը իր խոսքերը, իր գործերը ավետարաններուն մեջ գրված ինքն է մեր փրկիչը եւ միակ փրկիչը։ Հունվարի 13-ի պատարագին, երբ նշվում էր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը, Սուրբ Ծննդյան ավետիստներ հնչեցին։ Այդ երգերը եւ այս տոնը մեզ փոխանցում է լույս, հույս, խաղաղություն, սեր եւ Քրիստոս իր ծննդով մեզ սովորեցնում է, որ մեծությունը խոնարհության մեջ է եւ իր ծննդով վերջ տվեց խավարին եւ լույսը տիրեց։ Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնին միացնայեջ տաճարում պատարագ մատուցեց Տեր Անդրեաս վարդապետ Եզեկյանը։ Պատարագիչ հոգևորականը անդրադարձավ Ղուկասի ավետարանի այն հատվածին, որտեղ նկարագրվում է Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը։ Բայց իրականում այս փոքր պատմության մեջ ամփոփված է մի խորհրդավոր տարեկրի իրադարձություն, դա մեր բոլորիս բրդության ծրագրի հայտնությունն է։ Սուրբ պատարագի Տեր Ողորմիա երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն աղոթեցին ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի եւ բոլոր գերիալների ազատության, եկեղեցու անսասանության, ինչպես նաեւ հայրենի երկրի խաղաղ ու բարոր կյանքի համար։ Անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում է մատուցվում Սուրբ պատարագ։ Օրվա խորհուրդն է տիրահաստատ կանոնների համաձայն մանուկ հասակում մկրտել նորածիններին եւ իմաստ կրող անուններ տալ։ Հոգևորականների հորդորն է հավատացյալներին որպես քրիստոնյաներ արժանի կրողը լինել անվանակոչությամբ շնորհված անվան։ Աննա Թամրազյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։